Դուք ասում եք, որ ուղարկել եք ամենակարևոր ձեռքբերումը դա զեկույց ունենալն է։ Նպատակը ո՞րն է, զեկույց ունենալը։ Մնացած իրավական այս բաները դրանք քննարկման նյութ են, բայց ունենալով զեկույց, որտեղ զեկույցը եթե չլիներ, առաջի բաժին ի՞նչն է գնացել։ Զեկույցը չի լսում ինձ։ Հիմա բոլոր հնարավորությունները կան, թույլտվություն ունեցող ցանկացած անձ, նաև լրագրող, եթե ունի գաղտնիության թույլտվություն, կարողանա օգտվել դրանից, բայց խնդիրը դրա մեջ չէ։ Լրագրողը ինչպես պետք է գաղտնիության թույլտվություն ստանա։ Վաղը ժամը 1:30 կգասի մոտ, ես քեզ կբացատրեմ հստակ։ Հիմա ես բայց չգիտեմ, դա այդ ոնց են գնում, որովհետև կանոնակարգ օրենքի պահանջը հստակ էր։ Եթե կա զեկույց ուղարկում ազգային ժողովի նախագահին եւ ազգային ժողովի նախագահը որոշում է իր հաջորդ կանգառը։ Հիմա ազգային ժողովի նախագահը այդ որոշումը կայացրել է եւ ուղարկել է գաղտնի մաս։ Դա էլ է նորմալ, ինքը գտնվում է գաղտնի մասում։ Այ հետո գաղտնի մասից ոնց պետքա դա հանրային ընկալման մեջ իր ճանապարհը անցնի։ Այդ է խնդիրը, որտեղ այնտեղ ես մտածում եմ բացմաց, փակմաց, բայց դա լիագումանիստի քննարկմանը, որտեղ ես հարցերին կպատասխանեի, կգտնեինք այդ լուծումները։ Հիմա ես կարևոր բաներ եմ էլի ասում։ Ամենակարևորը զեկույցն է, որը գտնվում է գաղտնի մասում։ Ես ուրախ եմ, որ երրորդ մեծ նախագիծն է, որ իմ գլխավորությամբ տեղի է ունեցել։ Դա մարտի 1-ի փաստավակ խմբի զեկույցներն են, դա քառօրյա պատերազմի զեկույցն է, 44-օրյա պատերազմի զեկույցը։ Ես կարծում եմ, այն խմբերը, որ ես ղեկավարել եմ, նրանք թողել են մնայուն արժեքներ, փաստարկների հավաքագրում, որը որ մեծ արժեք է իրանից ներկայացնում դասեր քաղելու առումով։ Մարտի 1-ը փառքասու միեդի որոշման միջոցով հնարավոր եղավ վստահաբար ասել, որ մարտի 1-ը բացահայտված։ Պարոն Քոչարյան, բաց Եվ սպասում եմ հաջորդիվ։ Հիմա խոսքը գնում էր հոկտեմբերի 27-ի հետ կապված, 27-ի մասին, այստեղ բազմաթիվ հարցադրումներ եղավ, ձեր գործընկերները իմ կողմից շատ հարգված, մի քիչ այլ անկյունից էին մոտենում, ես կարողացա բացատրեմ, որ իմ դժգոհությունը ոչ թե որևէ մի անձից է, իմ դժգոհությունը այն կառույցից է, որը պետք է վերահսկեր այս բացահայտման ամբողջ գործընթացը, որովհետև ես շատ լավ գիտեմ, որ մեր ձեռքում կա պարոն Ջանգիրյանի կողմից իրականացված քննչական խմբի բավականին լուրջ նյութեր, որը հիմք է հանդիսանալու հոկտեմբերի 28-ի բացահայտման եւ իմ դժգոհությունս դրա մեջ է։ Եվ եթե մենք դա չենք նայում, ես գիտեմ, որ ներկայիս գործող խումբը շատ լավ ծանոթացել է, ծանոթանում է եւ գիտի բարդությունները եւ ինչքան հասկանում եմ, չի կարա գոնե այսպես փորձագիտական շփումներ ունենա պարոն Ջանգիրյանի եւ քննչական խմբի մյուս անդամների հետ։ Ասեմ ձեզ, ես էլ շատ լավ ընկերներ եմ ունեցել, նաեւ կորցրել ենք այդտեղ քննչական խմբում Կարման Եղվանի հայրը, որ այդ խմբի շատ լավ քննիչ է եղել, մահացել է, բայց նաեւ հիշողություններ կան, որը արձանագրված է։ Բացահայտման համար բոլոր հիմքերը կան։ Ոնց որ մարտի 1-ը, տես 17.5 տարի հետո իր ճանապարհը գտավ։ Բոլոր ճանապարհները, եթե անկեղծ դրված են որևէ փաստարկված նյութի մեջ, նա անպայման շուտ թե ուշ իր արդյունքը տալու է։ Տիկին Բախշյանը ասում է վերաբացված գործ է, ինչու։ Ես Տիկին Բախշյանի հետ, եթե նկատեցիք, Տիկին Բախշյանի հետ ես զրույց ունեցա եւ նաեւ իմ պատկերացումները կիսվեցի, նաեւ եթե նկատեցիք տարեկան զեկույցի ընթացքում ես բավականին փաստարկված մեջբերումներ եմ արել կոնկրետ նախորդ քրեական գործում Ջանգիրյանի խմբի կողմից իրացված մարդկանց եւ նրանց այսօրվա անհայտացման, բաների հետ կապված, Ուրա Ալիքարությունյանն է։ Պարոն Քոչարյանը, մի րոպե, Ուրա Ուզունյանը։ Դատավորը, ով արագացրեց այս process, այնպես սեկտը բացվեց, հա, Ալիք այդպես ելավ առանց որևէ մեղադրանքի գնաց։ Ուրա աղվան գառնիկի չէ։ Գլխավոր դատախազը իր ձեռքով է բոլոր այս բաները, գլխավոր մեղադրող ինքն է եղել։ Այն էլ ողջ առողջ պատտվում է թանկարժեք մեքենաներով։ Ինչպես։ դատարան է գալիս Ես երբ որ ամեն անգամ Սարյան փողոցով գնում եմ եւ վերջերս էլ ֆակտորում, երբ որ հարցազրույց է տալի, ժամանակ կար եւ պատուհանից նայում է իր շքեղ առանձնատներից մեկը եւ բազմահարկ շենքի այն հատվածը, որ ինքը ծակել մտել էր, որպեսի սպորտով էր զբաղվի, ես հարց առաջանում։ Դատախազության դռները պաչելուց ինչ զգացմունքներ ուներ։ Հասկանում եք, այստեղ է խնդիրները, մարդիկ կան եւ պետքա այդ հարցերը ոչ միայն ուղղել, այլ նաեւ իրանք կարողանան այս ծանր հարցերի պատասխանները տալ։